Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանին։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Նախ ուզում եմ ուշացումով իմ շնորհավորանքը հղել Նոյան Տապանի ողջ առանձնակազմին մամուլի միջազգային օրվա կապակցությամբ, հանձինս ձեզ Տիկին Մարի, շնորհավորում եմ այդ օրվա կապակցությամբ եւ ուզում եմ այսօր սկսենք մամուլից։ Հասկանանք գոհ եք, թե դժգոհ եք եւ մամուլը ոչ միայն գոհ եւ դժգոհ, այլ տվյալ պարագայում նաեւ ահազանգ ունենք, քաղաքացին կներկայացնի գոհ է թե դժգոհ է, որպես Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, կզանգահարեն քաղաքացուին իր բողոքն ու դժգոհությունը նաեւ կհայտնի, ինչպես նաեւ ես, թե որպես քաղաքական ուժի ղեկավար, թե որպես քաղաքացուն զանգահարելը փորձենք հասկանալ ձեր դիրքորոշումը եւ մի խնդրանք ունեմ, այսօր կարծում եմ ընդհանուր պետք է խոսենք անվանական ոչ մի մամուլի միջոցի այսօր մենք չենք անդրադառնա, որտեղ ամեն մարդ կատարում է իր աշխատանքը այնքանով, որքանով իրեն դա ինքը կարողանում է կատարել։ Հիմա դուք դժգոհ եք մամուլի աշխատանքներից, թե գոհ եք։ Հանձամբ ձեր Նոյան Տապանից ի սրտե գոհ շնորհակալ եմ։ Բայց մնացած Հայաստանի Հանրապետությունում գտնվող մամուլից ներողություն, եթե ես լինեի, այսպես ասած, գնահատական տվող, միանշանակ կնշանակեի -1 ամբողջական ամբողջություն։ Խնդիրը նրանում է կանում, թե որպես հասարակական կազմակերպության նախագահ հետ պատերազմյան վիճակից, թե տվյալ պարագայում որպես նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավար մամուլը կողմնապահ է եւ ծառայում է միայն նախկին ու ներկային։ Լավ։ Հիմա կփաստենք այդ ամենը։ Բարև ձեզ հարգելի Տիկին Լիանա, խնդրում եմ ներկայացրեք երկու բառով ձեր բողոքի եւ դժգոհությունների մասին, ինչ բողոք ունեք եւ ներկայացրեք ում եք դիմել։ Բարև ձեզ պարոն Սարգսյան, դիմել ենք ձեզ, բողոքը եղել է մեր պատոհանների վրա բարձրացել են խանութից եւ դիմել ենք քաղաքապետարան եւ թաղապետարան, ամենտեղ դիմել ենք, ոչ մի նորմալ պատասխան մեզի չեն տվել։ Ահա։ Եվ դիմել ենք Որ հասցեն է։ Ձեր հասցեն կնշեք։ Հալաբյան 41 4-րդ բնակարան, որը խանութը մենք երկրում չենք եղել, խանութի կրշան բարձրացրել են պատոհաններից վրա եւ 3-րդ հարկի հարևանը եկել է առաջ, բացարձակ ամբողջությամբ պատոհանները փակվել են, լուսավորություն չի ընկնում, մի խայտառակ իրավիճակ ու մեզի ոչ մի պատասխան չեն տալի եւ անընդհատ բողոք ա եղել եւ անգամ 2018 թվականին թաղապետարան, քաղաքապետարան ոչ մի բան չեն անում։ Լավ։ Իսկ այլում եք դում է բացի մեզանից։ Լրատվականի ենք դիմել։ Ահա։ Լուսաբանել են թե ոչ։ Լուսաբանել են, բայց լուսաբանությունը չեն տեղադրել, պարոն Սարգսյան, չգիտենք ում հետ են գործարկանում, ում են պատկանում, բացարձակ։ Լավ, մենք արդեն մնացած ինքներս կքննարկի, պարոն Սարգսյան։ Իսկ դուք զանգել եք ներողություն։ Այդ լրագրողին, լրատվականին զանգել եք։ Զանգել եմ պարոն Սարգսյան, բացարձակ չեմ պատասխանում, բացարձակ եկան լուսաբանեցին։ Լավ, հասկանում եմ։ Անջատեք հեռախոսը, մենք շարունակենք, հա, պարոն Սարգսյան։ Լավ, շնորհակալություն Տիկին Լիանա ջան։ Հիմա դուք եք պարոն Սարգսյան, որ այսօրվա վիճակով, որ ինչ որ արձագանքում եք, մենք ձեզանից շնորհակալ ենք։ Միայն դուք։ Շնորհակալություն վստահության եւ ձեր խոսքի համար։ Հիմա ես հարցեր ունեմ արդեն, պարոն Սարգսյան։ Ներողություն շատ կարճ անդրադառնամ, ուրեմն նախ սկսեմ այնտեղից, որ շինարարությունը երբ որ արվել է, եղել է ապօրինի, հա։ Եթե չեմ սխալվում, քաղաքացու նշելով այստեղ, դիմել է 2018 թվականի մայիսի 18-ին եւ տվյալ պարագայում նշել են վաղաժամկետ, բայց այնինչ այդ շինությունը երբ որ
կառուցել են, կառուցելուց անցել է երկար տարիներ, հետո դրանից հետո են սեփականաշնորհել, այսինքն 18 թվականի ժամանակահատվածում եւ գամ ամենակարևորին ամենակարևորը ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, սա պաշտոնական գրություն է, թե դիմում է քաղաքական ուժի կողմից։ Եվ ամենակարևորը Ուրեմն ուզում եմ անդրադառնալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Տիգրան Ավինյան, ձեր քաղաքապետարանի աշխատակազմի ԺՊ, ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը դիմումը պաշտոնական գրությունից տարբերում է, թե ոչ։ Սա է դիմումը, խնդրեմ Տիկի Մարի, կարող եք դուք էլ ընթերցել։ Սա պաշտոնական գրությունն է, խնդրեմ ծանոթանաք։ Մեկ նախադասությամբ կկարդամ, որպեսզի Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե Նոյան Տապան դիտում է, ապա տեղեկանա իր ենթաստորաբաժանման եւ նաեւ Երևանի քաղաքային իշխանության հետ կապված։ Հարգելի պարոն Սարգսյան, ի պատասխան վարչապետին հասցեագրված ձեր 1504-2025 թվականի այսինչ համարի, H14.01 14.57 դրոպ 12293 գծիկ 2025 թվականի դիմումի, Նիկոլ Փաշինյան, դիմումը, եթե պաշտոնական գրությունից չեն տարբերում, անցած անգամ ես անդրադարձա ձեր անձնագրային եւ վիզաների վարչության պետին եւ ձեր անձնագրային վիզաների վարչության պետի ենթակա աշխատակիցը եկել էր վարչության պետի փոխարեն ներողություն էր խնդրում դիմումը պաշտոնական գրությունից չտարբերելու համար, Շնորհակալ եմ, որ խիստ նկատողություն եք տվել, բայց սա խայտառակություն է, բազմաթիվ, դիվանագիտական մեր գործընկերներից մեր պաշտոնական գրություններին արձագանք ենք ստանում, բայց երբևիցե նման, խայտառակություն, սա խայտառակություն է, կարծում եմ երրորդ դասարանի, աշակերտը դիմումը պաշտոնական գրությունից կտարբերի։ Ինչպես դուք եք ասում, Նիկոլ Փաշինյան, 7 տարի շարունակ մնացել եք նույն դասարանում ձեր ողջ թիմով հանդերձ։ Հիմա ես կարդացի եւ այստեղ փաստորեն հերքում են, որ շինարարություն է եղել։ Այո։ Հերքում են եւ շատ ծիծաղելի է ու շատ խայտառակ վիճակ է։ Կարող ես այո, այսինքն սա ապօրինությունը ապօրինությամբ են դրթում, որ քաղաքացին գնա բանը, կրկին ինքն էլ գնա ապօրինությամբ։ Եթե Տիգրան Ավինյան կամերաները եւ լրատվականներին վերցրած են շքախմբով ցույց եք տալի, որ ապօրինությունները քանդում եք։ Բազում եմ հասկանամ, ոնց ստացվում ձեր քաղաքապետարանի աշխատակից Սպարտակը, ձեր քաղաքապետի տեղակալ հանդիսացող անձի քարտուղարուին Կիման, որ մեր հեռախոսային խոսակցությունը եղել է ուղիղ եթերում կա ձայնագրություն, չհանրայնացնեմ, չհրապարակեմ Նոյան Տապանի եթերում, բայց հարկ եղած դեպքում Տիգրան Ավինյան, դա էլ կանեմ։ Բարի եղեք, ձեր աշխատանքը պատշաճ կատարեք, օրենքի առաջ բոլորը հավասար են եւ տվյալ պարագայում, եթե գնում եք խեղճուկրակ մարդկանց շինությունը քանդում եք, ասում եք ապօրինի է, ապա մոնտաժում եք, ուրեմն բարի եղեք, ծառայեք ժողովրդին։ Դուք ժողովրդի հարկերով եք տվյալ պարագայում ձեր պարգևավճարները, ձեր աշխատավարձները ստանում։ Բարի եղեք, պատշաճ կատարեք։ Ամենակարևորը ուզում եմ անդրադառնալ մի կարևոր թեմայի, վերջերս ուրեմն հանդիպում ունեցա ԱՄՆ-ի մեծարգո նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ, շատ պատահաբար այնտեղ էր նաև գտնվում, Բևերի ներկայացուցիչ Արա Պապյանը, բացի այդ ուզում եմ հայտարարեմ, որ այդ քաղաքական թևի հետ մենք կապ չունենք, մամուլում տարածվող այդ հերհուրանքը զրպարտությունը չփորձեք կապել մեզ հետ։ Բաց է եղել կամ կազմակերպված։ Պատահաբար է եղել։ Այո։ Դուք ուզում եք շեշտել, որ այդ ուժի այդ նկարների հետ, այդ ուժի հետ բացարձակապես ոչ մի կապ չունենք, դա եմ ուզում անդրադառնալ։ Պարոն Սարգսյանը Երևան քաղաքի թեմաների հետ կապված, փաստորեն նոր-նորքի թաղապետարանում տեղ ունեցած միջադեպը ինչպես է գնահատում, ներողություն խնդրվեց, այսինքն խնդրեցի շարունակում են աշխատել։
Սա այս գործելավոճ ինչպես եք։ Նախ ասեմ ձեզ Տիկի Մարի ջան, ուզում եմ տեղեկացնել, որ այդ դեպքի հետ կապված մենք դատապարտել ենք, անկախ նրանից միանշանակ բռնությունը, դատապարտել ենք նաև մյուս կողմի հայոյախառն հայտարարությունները եւ տվյալ պարագայում, եթե մենք ուզում ենք պետություն դառնանք, եթե մենք ուզում ենք պետություն լինենք, հա, հարգելի լրատվականներ, ինչքան էլ ինձ չհարգեք, չսիրեք, չցանկանաք լուսաբանել։ Կոչս ու հորդորս ձեզ, պահանջս մեկն է, հայոյախառն, հա, լայքեր հավաքելու, չգիտեմ, դիտում հավաքելու համար, հորդորում եւ պահանջում եմ նմանատիպ լրատվականներից հայոյախառն հայտարարությունները նաեւ նայում են ձեր երեխաները, ձեր մայրերը, ձեր քույրերը, հայոյախառն հայտարարությունը, հայը որպես բարձրագույն արժեք, հայը հային իրավունք չունի հայոյախառն արտահայտություն անի։ Եթե մենք ուզում ենք որսից որսորդ դառնանք, եթե մենք ուզում ենք տվյալ պարագայում խոսում են Արցախը հետ վերադարձնելուց մի հատ էլ ասում են 19 օր հետո Սամվել Շահրամանյանի փոխարեն ընտրելու ենք նախագահ, ներողություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլ է տալիս, կամ Արցախը որտեղ է, Սամվել Շահրամանյան Չակերտավոր որպես չնախագահ, հա, այդ Արցախի զենք զինամթերքը, երբ որ բանցի կարած Եղլախում գնացել եք բանակցում եք, հա, կապիտուլյացիա ստորագրիկ, ինչ Արցախի նախագահի, ինչ մնացածի մասին է խոսքը։ Ժողովուրդ, եթե մենք ուզում ենք որսից որսոր դառնանք, եթե մենք ուզում ենք աշխարհին թելադրող լինենք, մենք պետք է սթափ նայենք եւ խելքներս գլուխներս հավաքենք, սկսենք միասնական լինենք, այլ ոչ թե առավոտից երեկո մեկը մյուսի վրա թշնամանք ու ատելություն ու պարակտում տարածի։ Ուզում եմ նաև անդրադառնամ Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված, հա, Չակերտավոր սրբազան պայքարի Բագրատ Գալստանյանի աջակիցների կողմից անկախ նրանից Վահագն Ալեքսանյանի հայտարարությունների քաղաքական գործունեության հետ բացարձակապես կարծիք չեմ կիսում, ոչ էլ տվյալ պարագայում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայտարարությունների քաղաքական գործունեության հետ, բայց մայրը սրբություն է եւ մայրը բարձրագույն արժեք է եւ դատապարտում եմ նաեւ նմանատիպ բռնություններն ու հայտարարությունները ցանկացածի կողմից դա կլինի մեր հակառակորդ թևի դա կլինի իշխանություն թե կլինի Չակերտավոր ազգային ժողովի ընդդիմություն որ միայն պայքարում են իրենց թալանը պահելու եւ մնացածի համար իմ համար մայրը բարձրագույն արժեք է եւ դատապարտում եմ ցանկացած նմանատիպ հայտարարություն Գիշերը այրել է նաև Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։ Դա էլ առավոտյան փաստորեն բոլորս տեսանք տեսանյութը։ Սա ինչ է նշանակում, որ ամեն մեկը իր ձևով կարողանում է դատաստան տեսնել, սա ինչի մասին է խոսում։ Քանի որ նշեցիք տեղեկացնեմ ամենակարևորի մասին, ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք ոստիկանության նախարար ունենք, թե չունենք։ Ինչու եմ ուզում նման հարցադրում անեմ, 2 տարեկան երեխան 2 օր է կորել է Կոտայքի մարզի հատվածում TikTok-յան հարթակում, ինձ ուղարկում են ասում են պարոն Սարգսյան, տեսեք 500-ից 1000 հոգով ուղիղ եթեր են անում, կոչ են անում ասում եկեք հավաքվենք գնանք այդ 2 տարեկան երեխայի որոնողական աշխատանքը իրականացնենք եւ կեսգիշերի մեր կուսակցության սատարողներից մի քանիսը գնացել են աջակցեն որպեսզի որոնողական աշխատանք իրականացնեն եթե ներողություն ուզում եմ անդրադառնամ անցած շաբաթ իմ կատարված հայտարարությանը ուրեմն տարեց մարդը որը որ հիշողության կորուստ ուներ եւ դուրս էր եկել տանից տվյալ պարագայում այնպես է չէին կարողանում գտնեին հարազատները դիմել էին մեզ զանգել էին Շնգավիթ վարչական շրջանի ոստիկանությունը հրատապ կարգով կազմակերպել էր որոնողական աշխատանք բայց Մասիսի վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցը ինձ ասում է սպառնում ես ներողություն Արփինե Սարգսյան, միգուցե ձեր ոստիկանության համակարգի աշխատակիցներին կարգի հրավիրեք, թե տվյալ պարագայում պաշտոնական գրություն ուղարկենք Եվրախորհրդանին բոլոր падգամավորներին, որպեսզի գանգատ հայտնեն ձեր ոստիկանության կառույցին։ Ինչու այս դեպքը կապեցիք ոստիկանության հետ։ Ինչու կապեցի, եթե տվյալ պարագայում ես նշեցի թե երեխայի փաստը, ես նշեցի նաև տարեց մարդու անհետացման փաստը, որ մարդու ազգակցականի զանգարել
էլ ասում եմ պարոն Սարգսյանին ինչ եք դիմե։ Ներողություն, եթե պարոն Սարգսյանը սրտացավոր են կանգնացած ցանկացած հայ մարդու կողքին, միանշանակ իմ համար կլինի ոստիկանի հայրը, մայրը, հա, ծառայությունից հետո դուք հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինձ համար չկա տարանջատումներ, հա, ես ոչ մեկին չեմ տարանջատում։ Նկատի ունեք, որ ոստիկանությունը ճիշտ չի կատարում։ Իր աշխատանքը, եթե պատշաճ ծառայությունը կատարի, ամեն մեկը եթե տեղում լիներ, նմանատիպ դեպքեր չեն տեղի ունենա։ Նույնն էլ Սրբազան պայքարի աջակիցների կողմից Վահագն Ալեքսանյանի մոր կողմից տեղի ունեցած դեպքի հետ կապված, եթե ոստիկանությունը, ամենակարևորը, հա, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, դիմում եմ ձեզ, փետրվարի 7-ից մինչև այսօր արդեն 3 ամիս ժամանակ է անցել։ Ձեր աշխատակիցը զանգահարում ասում է Անահիտ Մանասյանը զբաղված է, չեն կարող հանդիպել։ Էդ ինչ կարգի զբաղված եք։ Նիկոլ Փաշինյան, ինչպես որ նախկին իշխանությունների օրոք, հա, նախկին մարդու իրավունքների պաշտպանը, օմբուդսմենը ծառայում էր նախկին իշխանություններին, ուզում եմ հասկանամ, հիմա էլ ներկայիս իշխանության օրոք, ներկայիս օմբուդսմենը, հա, մարդու իրավունքների պաշտպանը ծառայում է միայն ձեզ։ Ուրեմն եթե դուք այսպես շարունակեք, բացայտ հայտարարում եմ ձեզ, ամենայն լրջությամբ ու խստությամբ, այն որ ձեր պատգամավորները իմ անձնական Facebook-յան էջի սթորիներում են քնում, այն ձեր նախարարները, որ առավոտից գիշեր քնում են իմ էջի սթորիներում, բացայտ զգուշացնում եմ ամենայն լրջությամբ, եթե դուք սենց շարունակեք, ես ազգային ժողովի չակերտավոր անդիմանդիրներից չեմ, ամենայն լրջությամբ, իշխանը լինելով պետականամետ մարդ, պետականությունը իմ համար վեհ արժեք է, գանգատ կներկայացնեմ միջազգային կառույցների։ Պարոն Սարգսյան, եկեք խոսենք արդեն առարկայական, այդ ամենի մասին խոսվել է, հիմա նորից մենք կրկնվում ենք։ Այժմ գովազդ մեր եթերում, դուրս գանք հարգելի հայրենակիցները կարճատև գովազդային դադարի եւ հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերը կարող եք դիտել նաեւ Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Գովազդ, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Ուզում անեմ նաև Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սարգսյան, փաստորեն, եթե իմի բերենք, Երևան քաղաքի խնդիրները դեռ մնում են որպես խնդիրներ։ Երևանի թաղապետարանում լինում են ծեծկրտուկներ եւ դրանք լուսաբանվում են, դուք դրանց բավականին դեմ եք, որտեղ դրանք լինում են հայոյախառն եւ ոչ պատշաճ։ Հիմա իմ հարցը, առաջին հարցս հետեւյալն է. արդյոք պետք է թաղապետը ընդամենը ներողություն խնդրելով այս ամենը ավարտվեր, թե պետք է լիներ հրաժարական կամ պետք է լիներ։ Եթե խոսում ենք ժողովրդավարության մասին, որպես ժողովրդավար, որպես արևմտամետ քաղաքական ուժի ղեկավար, մեր քաղաքական ուժի անդամներից մեկին մի քանի ամիս առաջ իր հայոյախառն արած հայտարարության համար ես ինքս հեռացրել եմ մեր քաղաքական ուժի շարքերից։ Այդ իսկ պատճառով նմանատիպ ցանկացած դրվագ, եթե մեր քաղաքական ուժի որևիցե անդամ, որևիցե վարչության ներկայացուցիչ, լինի թե ավագանի, թե լինի տվյալ պարագայում ազգային ժողովի падգամավոր, իրեն նման բան թույլ տա, ես ինչ չեմ հարգի, եթե տվյալ անձը շարունակի պաշտոնավարել։ Այսինքն խնդիրը որն է, անպատժելիությունը ծնելու է նոր Միանշանակ, եթե ես դատապարտում եմ զուգահաններում, հա, ճակերտավոր միակ տղամարդու դեպքի կապակցությամբ մարդու սպանությունը, միանշանակ ես չեմ կարող հանդուրժել մի քանի հոգով մարդուն ծեծելը։ Չեմ կարող հանդուրժել նաև տվյալ անձի կողմից հայոյախառն արտահայտությունը, հայը բարձրագույն արժեք է, եթե որևիցե պետական պաշտոնյա իր աշխատանքը պատշաճ չի կատարել, կարելի է պաշտոնական գրությամբ հղել իր վերադասին կամ դիմել երկրի վարչապետին, ասել ներողություն, այս ինչ պաշտոնյան իր աշխատանքը պատշաճ չի կատարել։ Ինչպես այս դեպքի հետ կապված, ինչպես նշեցի Հալաբյան 41 հասցեի, պաշտոնական գրությամբ անձամբ ուղարկել ենք Նիկոլ Փաշինյանի անձամբ իր էլեկտրոնային հասցեին, որպեսզի ինքը ուսումնասիրի։ Եվ տվյալ պարագայում այնպես է ստացել ենք պատասխան, որ հանձնարարականով կրկին անգամ գնացել է համապատասխան կառույցներին։ Իսկ եթե կրկին ստանանք նմանատիպ անբովանդակ եւ անլուրջ պատասխան, ոչ թե գնալու ենք բռունցքներով հարց լուծենք, ես կամ իմ մարտական ու բանակային ընկերները, պատերազմ անցած ընկերները, միանշանակ ոչ, այլ տվյալ պարագայում դիմելու ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը Պարզի եւ հայտնաբերվի ապօրինի շինությանը հետ կապված եւ սեփականաշնորհման հետ կապված կոռուպցիա կա թե ոչ, որևիցե մեկի իրավունքը ոտնահարվել է թե ոչ, որ ժամանակահատվածում թաղապետը կամ քաղաքապետը, որ քաղաքապետի օրոք է տեղի ունեցել այդ ապօրինի շինությունը եւ ինչպես է ստացել այդ անձը սեփականաշնորհում եւ սեփականաշնորհման ժամանակ կոռուպցիա տեղի ունեցել է, կաշառ վերցրել են թե ոչ, թե կաշառ տվողը, թե կաշառ վերցնողը, պետք է պատասխանատվություն կրի։ Իսկ դրա համար միանշանակ կան գործիքակազմներ եւ քայլեր։ Դե կհետևենք, փաստորեն տեսնենք ինչով կավարտվի այս գործը, քանի որ արդեն կա քրեական հետապնդումը, քննությունը ցույց կտա։ Անդրադառնանք մեր ներքաղաքական խնդիրներին։ Իմպիչմենտի Փաշինյանի իմպիչմենտն են պահանջում, Սերյան Օհանյանը նշում է, որ սա գնալու է ձախողման, քանի որ հիմքեր չկան։ Այս ժամանակահատվածում իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է։ Ինչու է նման կարծիքը, եթե միշտ ընդդիմությունը գտել է, որ դա եւս գործիք է իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նախ ուզում եմ անդրադառնալ պատգամավորի 107 նամակ են ուղարկել նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանը 107 նամակ 107 պատգամավորներին եւ ինչպես է լինելու այս նախաձեռնության սկսած գործընթացը։ Նախ ամենակարևորը եկեք հիշենք հայաքվեն, հա? Հայաքվեի ավարտը ինչ տեղի ունեցավ։ Ինչ եղավ։ Միանշանակ ոչինչ, ձախողվեց։ Ձախողվեց։ Միանշանակ։ Հայաքվեով հասան որևիցե արդյունքի, իհարկե ոչ։
նույն impeachment-ը, թե որպես իրավագետ, թե որպես տվյալ պարագայում միջազգային իրավագետ լինելով եւ քաղաքական ուժի ղեկավար, միանշանակ ես տալիս եմ որակում, որ այդ impeachment-ը ցախողվելու է եւ որևիցե բանի չի հասնելու։ Ինչու է ցախողվել, մի փոքր փակագծերը բացենք, չի լինելու համապատասխան ստորագրությունների քանակը, ինչ պետք է ցախողվի։ Թե չկա քաղաքական կամք, սրանք ուղղակի պարզապես ձևական, ի՞նչն է պատճառը։ Եկեք փաստենք մի կարևորի մասին, նույն ճակերտավոր սրբազան պայքարը քայլելով, եկան հասան Երևան, հավաքված էր մեծ թվականակությամբ ժողովուրդ հանրապետության հրապարակում, բայց նույն Բագրատ սրբազանը այնպես է ժողովրդին ասես գնացեք տներով։ Այդ մարդկանց նկատմամբ չկա հավատ եւ այս մարդիկ միայն սեզոնային ցույցերով ու կեղծ բերած այսինքն արթուն շարժման նախաձեռնությունը համարում եք որ կեղծ է։ Ներողություն ո՞րն էր արթուն։ Այդ նախաձեռնությունը Անցած տարվա նախաձեռնությունը առողջ շարժում էր։ Այդ դեպքում ինչիներին է պետք այս։ Ներողություն, ուրեմն եթե սահմանազատում էին անում նոյեմբերյանում պետք է հավաքվեին քայլերթով գնային նոյեմբերյան, ոչ թե քայլերթով նոյեմբերյանից գային հասնեին Երևանի սրտի հրապարակում ցույց անեին ու հավաքված բազմահազարավոր ժողովրդին ասեին գնացեք տներով։ Ներողություն, եթե որևիցե մեկը ուզում է հեղափոխություն իրականացնի կամ գա իշխանության, այդ ձևի որևիցե առողջ, ճակերտավոր առողջ, այնտեղ ես որևիցե մի բան չեմ տեսնում։ Եվ սա միանշանակ ձախողվելու է, ինչպես որ մնացած բոլորը։ Լավ, այդ դեպքում դա էլ կհետևենք զարգացումներին եւ կտեսնենք ինչ ընթացք կունենա։ Անդրադառնանք երկրորդ եւ երրորդ նախագահները ակտիվացել են ներքաղաքական կյանքում, ասուլիսներ են տալիս, հանդիպումներ են ունենում երիտասարդների հետ։ Ինչպես է գնահատում նրանց ընդհանրապես այս ակտիվացումը ինչի հետ է կապված։ Եվ կա երկու հայտարարությունների կանդրադառնանք։ Մի կարևոր հայտարարություն անեմ նախ, Ռոբերտ Քոչարյանը թող ասի Լեռնային Ղարաբաղից, Արցախից, երբ որ իր հաքի սվիտերով եկավ հասավ Երևան, ինչպես ստացվեց, որ դարձավ միլիարդատեր, երբ որ թշնամին զինվում էր, երբ որ դուք խոսում եք զենք զինամթերքի, զինտեխնիկայից եւ ասում եք Հայաստանը տվյալ պարագայում չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել, Հայաստանի իշխանությունն է պարտվել։ Եկեք հիշենք իմ ծառայության տարիներին, երբ որ ես ծառայում էի 2000-ական թվականներին Արցախում Հադրութում, խրամատներում, պոստերում կախված ժեշտից կանսերվի զանգուլակները, եւ ձեր պահած բանակը ճակերտավոր միակ տղամարդում մեկ բան կասեմ, թող հատիկ առ հատիկ հստակ փաստերով ներկայացնի այդ միլիարդներով գումարները իրեն որտեղից եւ ինքը քաղաքականության մեջ կարծում եմ ներկայ իշխանությունը Թավշյա հեղափոխությունից հետո պետք է կամք ունենար տար քաղաքական գնահատական Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց ցավոք սրտի այս իշխանությունը անատամ իշխանություն է, որովհետև ոչ կարողացավ դատական համակարգը փոխել, որին որ ես ինքս 2019 թվականի մայիսի 19-ին վերաքննիչ դատարանի դիմաց էի, Բաբկեն Թունյանը, Գևորգ Պապոյանը այնտեղ եկան միացան մեզ 1500-ից ավելի ողջունեցին, շնորհակալություն հայտնեցին, բայց այդ դատական համակարգը մինչ առ այսօր չի բարեփոխվել։ Քանի օքի են պատասխանատվության ենթարկվել։ Ում բռնեցին, բաց թողեցին, մեկին գրավի դիմաց, մեկին այնպես է ժամկետը լռացավ, 10 տարի ժամկետից հետո այնպես է մարվես գնաց։ Անկեղծ ասած այս իշխանությունը ոչ մի պետական կառույցում չի կարողանում բարեփոխում իրականացնի բոլոր ոլորտներում տապալում է։ Ու ամենակարևորը ուզում եմ դիմել համայն հայ ժողովրդին, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն բազմաթիվ, քանի որ մեր լսարանի կողմից, ինչպես նաև տարբեր Facebook-յան էջերում տեղադրում են իմ ելույթները, ուզում եմ դիմել ձեզ, Արսեն Սարգսյանը, այն մարդն է, որ երբևիցե մարդը բարձրագույն արժեք է
ու ինձ համար մարդու հակառակը չի կարող լինել արժեք։ Մարդն է ինձ համար բարձրագույն արժեք։ Ու ամենակարևորը ուզում եմ բացել փակագծեր եւ բացահայտում անել։ Ինձանից շատ Նիկոլ Փաշինյանին չճանաչի ոչ ոք, առավել եւս իր թիմի անդամները եւ падգամավորներն ու փոխվարչապետները։ Ինձանից շատ 2000-ական թվականներին, երբ որ ձեր երեխաներին բերում էիք B4 թաղամասի մանկապարտեզ, այդ ժամանակ ինձանից շատ որևիցե մեկը չճանաչի։ Ու ուզում եմ դիմել իր բլոգերներին ու մնացած իր թիմի անդամներին։ Մյուս անգամ որևիցե հայտարարություն անելուց ինքնահաստատվելուց հիշեք ընդհանրապես հանուն պաշտոնի ու աթոռի սովետի ժամանակվա սապոնով սապոնվելով պաշտոն։ Լավ, ձեր անձնական հարցերը դուք ձեր Facebook-յան էջերից եկեք վերադառնանք մեր հարցազրույցի հիմնական թեմաներին։ Չէ, բազմաթիվ անգամ նաև ձեր եթերում հարց եք տվել, իշխանության կցորդեք, թե ոչ։ Տվել ենք, պատասխանը ստացել ենք եւ չեմ ուզում, որ նորից կրկնվեք, որտեղ մեր հարցերը բավականին շատ են, մենք պետք է հասցնենք տեղավորվել։ Հիմա Նիկո փաստորեն երկրորդ եւ երրորդ նախագահները ակտիվացել են։ Ինչով եք բացատրում, դուք կիսատ թողեցիք ձեր միտքը, որ պետք է լիներ փաստորեն լյուստրացիա, պետք է լիներ քաղաքական գնահատական եւ այդ մարդիկ այսօր չպետք է լինեն քաղաքականության մեջ։ Այն դեպքում, երբ թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բավականին թե Լևոն Տեր-Պետրոսյանը պետությունը տարել են այլ ուղիով, ռելսերը շեղելով եւ իրանք ավելի շատ Ռուսաստանի, այսպես ասած, տվյալ պարագայում պահանջներն են կատարել գույք պարտքի դիմաց, это только բիզնես, հա, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանն էր ասում։ Պետության կարևորագույն ստրատեգիական գույքը օտարին հանձնելը, կարծում եմ վաղուց պետք է քրեականացվեր եւ տվյալ անձիկ պատասխանատվության ենթարկվի։ Եվ նրանք չպետք է լինեն հիմա քաղաքականության։ Միանշանակ։ Չպետք է լինեն քաղաքականության մեջ։ Հիմա անդրադառնանք, քանի որ դուք արցախցիների հարցերով եք զբաղվում, ինչ նոր խնդիրներ են բացահայտվել եւ արդյոք կան նոր դիմումներ, քանի որ հենց արցախցիները իրենք, այսպես ասենք, տեղահանված հայերը իրենք ակտիվացան, իրենք փաստորեն իրենց վրանը դրեցի, սկսեցին նորից հավաքագրել իրենց ժողովրդի սոցիալական խնդիրները։ Մի խոսքով, ձեզ նորից շարունակում են դիմել, թե դիմում են արդեն նրանց, ովքեր այս վերջում արդեն սկսել են պայքարել։ Միանշանակ մեզ դիմում են, շարունակում են դիմել, այսօր այնպես է նաև կրկին ստացել ենք դիմում, որ անցած ամիսներին 40+10 ականները մարդիկ կան, որ չեն ստացել։ Ու այնպես է, այն նախորդ մեր ուղիղ եթերներում բարձրացրած եւ Անուշ Պողոսյանը, որ եկել էր, այս պահին դեռ 76 դիմումների պատասխաններ մնացել են անպատասխան, հեռախոսազրույց եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ, ասել է, որ կփոխանցի վարչապետին այդ բարձրացված հարցի հետ կապված, ինչպես նաև զանգել եմ սոցապ նախարարի աշխատակազմից այն աշխատակցում, որը որ պետք է արդեն իսկ վաղուց փոխանցած լիներ նախարարի տեղակալին եւ նախարարին կապ հաստատեին մեզ հետ, որպեսզի այդ խնդիրները հասկանանք ինչպես ենք լուծում։ Այսինքն ժամանակը գնում է, դեռ պատասխան չունեք եւ մարդիկ դե ոչ թե նրանց սոցիալական խնդիրները լուծվել են, այլ գնալով մնում են չլուծված։ Եվ վերջին հարցս. Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին, հուսալով, որ նրա միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք։ Անկեղծ ասած, չգիտեմ ծիծաղեմ թե լամ, այս մարդիկ չեն ուզում հասկանան, որ տվյալ պարագայում 2020, 2022, 2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունը դաշույնը մցրել է, մխրճել է Հայաստանի Հանրապետության մեջքից եւ դավաճանել է Հայաստանի Հանրապետությանը եւ 120,000-ից ավել Արցախի ժողովրդին։ Եվ այդ մարդիկ այնպես է ծառայելով ռուսական իշխանություններին փորձում են նաեւ Ռուսաստանից փոք չգալ, չեն ուզում հասկանալ, որ նույն Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ է Կարսը, որտեղ է Նախիջևանը, եւ այս պայդրությամբ նույն ձեր չակերտավոր, հա, սահմանապահ զորքերը
էթնիկ զտման ենթարկեցին Արցախը եւ ոչ մի քայլ չձեռնարկեցին եւ իրենց թողտվությամբ այնպես է տեղի ունեցավ այդ էթնիկ զտումը եւ այս պայծրությամբ կրկին անգամ թե Վիտալի Բալասանյանը, թե մնացած բոլոր այդ պաշտոնյաները, չգիտես ինչու, չեն ուզում սթափվեն ու հասկանան, որ իրանց տերերը իրանց դավաճանել են ու դաշունը մխրճել են Արցախի սիրտը ու այնպես է 120,000 արցախահայ ժողովրդին Արցախից էթնիկ զտման է ենթարկել հենց Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ 24 ռուսական ընկերություն ցանկանում է մասնակցել Ղարաբաղի վերականգնման ծրագրերին։ Սա ուղղակի ծիծաղելի ու ծաղրանք է, ուզում եմ դիմել ամենակարևորը մի կարևոր փաստով, քանի որ մոտենում է մայիսի 9-ը, ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Ուզում ենք հասկանանք, դուք տվյալ պարագայում արևմուտք եք գնում, քաղաքական վեկտոր եք փոխում, եթե վաղը դուք գնաք 80-րդ ամյակի տարելիցին մասնակցեք, ներողություն, ուրեմն դուք ավելի շատ ռուսամետ եք, քան թե դեպի արևմտամետ ժողովրդավար երկրներն եք պետք է գնում։ լինել կամ ռուսամետ կամ արևմտամետ, գուցե պետք է լինի այդ բալանսավորված հարաբերությունները եւ Ներողություն, եթե 30 տարի շարունակ Ռուսաստանի Դաշնությունը դաշունը մցրել է Հայաստանի մեջքից եւ դավաճանել է բազմաթիվ անգամներ, թե քարոզիա պատերազմում, թե 44-օրյա պատերազմում, թե Արցախի էթնիկ զտումը, թե տվյալ պարագայում պարտքի դիմաց գույքը վերցնելը, թող ցույց տան որևիցե փոքր պետություններ, որ ունեցել են պարտքեր, գույք պարտքի դիմաց պետությունից վերցել կամ խլել է իր ստրատեգիական գույքը։ Չպետք է գնա Նիկոլ Փաշինյանը։ Միանշանակ ոչ, որ հայրենական պատերազմին, այն հայրենական պատերազմին, որ անունը դնում են հայրենական եւ տվյալ պարագայում 600,000-ից ավել հայ մասնակցելով այդ պատերազմական հայրենական պատերազմական ճակերտավոր հայրենական պատերազմին եւ տվյալ պարագայում Ռուսաստանի Դաշնությունը Ստալինը գնահատեց, հետ վերադարձեց Նախիջևանն ու Կարսն ու Արևմտյան Հայաստանը, հա։ Ինչի համար, հանուն ինչի, մենք մարշալներն ու Բաղրամյաններ ենք տվել, բայց տվյալ պարագայում ռուսը բազմիցս է դավաճանել, Սումգայիթյան դեպքերը, Բաքվի դեպքերը, որն ասենք, ու այդքանից հետո, եթե պետք է գնանք, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնության հայրենական պատերազմի 80-րդ տարելիցին, ներողություն, ուրեմն դուք կներեք ինքնասիրություն չունեք։ Պարոն Սարգսյան, մայիսյան մեր տոների հետ կապված ինչ կասեք, ինչ ենք անելու։ Մեր տոներն էլ է մոտենում։ Մենք խոսում ենք մեր մայիսի 9-ի մասին, բայց մայիսը մեզ համար տոների ամիս է եղել։ Միանշանակ, դա չենք կարող հերքենք, դա չենք կարող պատմությունից ջնջել ու իրավունք էլ չունենք, այսպես ասած, ջնջելու, ինչպես որ դասագրքերից, մայրենի լեզվի դասագրքերից, հայոց պատմության դասագրքերում այնպես է չկա Արցախի մասին ամբողջական, չկա Արևմտյան Հայաստանի մասին ամբողջական այն ինչը որ մենք սովորել ու անցել ենք մեր տարիներին։ Բայց ինչքան էլ ուզենան ջնջեն, պատմությունը գրվում է անցած հայ ժողովրդի, քրիստոնյա ժողովրդի անցած հետքերով, ինչքան էլ կան պատմաբաններ, որովհետեւ անձինք չեն կարող ջնջել մեր անցած պատմությունն ու մեր հաղթանակներն ու հաջողությունները։ Ու ամենակարևորի մասին ուզում եմ ասել, միայն սիրելի համայն ազգ, համայն ժողովուրդ։ Մենք կարող ենք մեր ողնաշարը, մեր մեջքը ուղղել, եթե մոռանանք այն ինչը որ տեղի ունեցել ողբը լացը թողնենք մի կողմ եւ փորձենք կյանքին առաջ նայենք եւ ամենակարևորը իրար նկատմամբ թշնամանքն ու ատելությունը պարակտումը կողքի դնենք եւ զբաղվենք որսից որսոր դառնալով։ Եթե մենք ուզում ենք աշխարհի երկերերին թելադրող դառնանք, մենք պետք է ունենանք որևիցե մի բան առաջարկելու։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սարգսյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, թեմաները բավականին շատ են, մենք ժամանակ առ ժամանակ կհանդիպենք եւ կքննարկենք, այնպես որ դուք դեռ անելիքներ շատ ունեք, մենք հաղորդման ընթացքում էլ հասցրեցինք իրար հետ խոսել, որ դեռ ավտոբուս փակbaşնետերական ընկերության հետ կապված պետք է զանգ ունենանք, բայց դա գուցե դուք կզանգահարեք հաջորդ հաղորդմանը մենք իմանանք թե ինչ եք խոսել, ինչի մասին եք խոսել եւ ինչ են եղել, ինչպես է ստացվել հետևանքները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։